Ինչպես սովորեցնել երեխային նստել։ Նստելը հմտություն է, եւ երեխան կարող է ինքնուրույն սովորել դա առանց ծնողների միջամտության, ինչպես նաեւ մյուս հմտությունները։ Այս հմտությունը երեխայի մոտ ի հայտ է գալիս 4-ից 9 ամսականում։ Այսինքն, եթե երեխան 10 ամսական է եւ դեռ չի նստում, ջրահարսի դիրքով չի փորձում նստել եւ ոչ մի ջանք չի գործադրում, դա առիթ է բժշկին դիմելու։ Շատ մեծահասակներ կարծում են, որ փոքրիկներին չի կարելի նստեցնել, մինչև երեխան ինքնուրույն չնստի։ Սակայն սա տարածված թյուր կարծիք է։ Դուք կարող եք ժամանակ առ ժամանակ նստեցնել երեխային նույնիսկ այն ժամանակ, երբ այդ հմտությունը դեռ ամբողջությամբ չի ձևավորվել։ Եթե սկսում եք լրացուցիչ սնունդ տալ, հանգիստ կարող եք երեխային նստեցնել ձեր ծնկներին։ 10 րոպե ձեր ծնկներին նստած լինելուց երեխայի հետ հաստատ ոչինչ չի պատահի։ Երեխան ինքնուրույն կկարողանա երկար ժամանակ նստած մնալ միայն այն ժամանակ, երբ նրա ողնաշարի համար անհրաժեշտ կորերը եւ մյուս շարժողական հմտությունները լիովին ձևավորված կլինեն։ Այսինքն, ձեր փոքրիկը կկարողանա նստել եւ պահել նստած դիրքը, հենց որ նրա մեջքը, մկանները եւ նյարդային համակարգը պատրաստ լինեն դրան։ Անպայման ապահով միջավայր ստեղծեք երեխայի շուրջը, եթե նա նոր ֆիզիկական հմտություններ է ձեռք բերում եւ ակտիվորեն զարգանում է։ Փորձեք հեռացնել հնարավոր վնասակար անկյունները եւ տարբեր կահույքի մակերեսները, ինչպես նաեւ անպայման հեռացրեք երեխայի համար հասանելի վայրերից բոլոր կենցաղային քիմիական նյութերը, դեղերը եւ մանր իրերը։ Եթե ցանկանում եք, կարող եք երեխայի հետ կատարել ամրապնդող մարմնամարզություն։ Կարելի է շոյել երեխայի ձեռքերը, ոտքերը, նրա հետ կատարել բնային բուժական ֆիզկուլտուրա։ Սա կօգնի մի փոքր արագացնել գործընթացը, եւ երեխան ավելի շուտ կսկսի նստել։ Մարմնամարզության ժամանակ երեխային վնասել գրեթե անհնար է։ Հիմնականը մի արեք կտրուկ շարժումներ նրա հետ, մի ցնցեք։ Եթե փոքրիկը բարձրաձայն լաց է լինում, ապա ավելի լավ է դադարեցնել պարապմունքը։